Պապիկի թաղմանն է շտապելիս եղել համացանցը պայթեցրած տեսանյութի հերոսը, երբ մեքենայի ճանապարհը փակվել է, որպեսզի տարածքով անցնի Գերմանիայի նախագահի կորտեժը։ Բազմաթիվ մեքենաներ հայտնվել են խցանման մեջ ու հանկարծ տարածքում աշխատող բարեկներից մեկը արագ քայլելով մոտեցել է սպիտակ ամենագնաց էլեկտրամոբիլին, բացել դուռը, վարորդին քաշելով հանել մեքենայից ու տապալել գետնին։ Բարեկին օգնության են հասել նաև ընկերները, տղամարդուն ձեռնաշղթաներ են հագցրել։ Խցանման մեջ հայտնված մյուս մեքենաների վարորդները սկսել են ավելի ինտենսիվ ազդանշանել։ Ըստ ոստիկանության պաշտոնական պարզաբանման, հայհոյանքի համար են բերման ենթարկել վարորդին, ինքը պնդում է, որ չի հայհոյել։ Երևի 10:30-ի կողմը կլիներ, 2-3 օր առաջ է եղել, մապին մահացել, իր հետ թաղման օրն էր, ու շատ շտապ ուներ, ուտեղ երևի մի 25 րոպե այդպես թակած էր, ու ոչ մի բան չէին ասում, ինչա կատարվում, հետո ենք իմացել, որ ինչ-որ մարդ են դիմավորում։ Առը շատ վիճակ էր, այդքան բան, ոչ մի հայհոյանք, ոչ մի բան չի եղել։ Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է պարեկներից մեկը ձեռքով հարվածել ուժայինների գործողությունները նկարահանող քաղաքացուն։ Իրավական ուսումնասիրության կարիք ունի այս տեսանյութն, ասում են մասնագետները, ուժ կիրառելու իրավունք կունենային պարեկները միայն այն դեպքում, եթե վարորդը հրաժարվեր կատարել նրանց օրինական պահանջը։ Ձևակերպվել է արդյոք մեքենայից դուրս գալու պահանջ։ Առաջին հայացքից տպավորություն է, որ ոչ, որովհետև մեքենային մոտենալուն պես է պարեկը անցնում ուժի գործադրման։ Տեսագրության ուսումնասիրության արդյունքում մի քանի հարցեր հենց ինձ մոտ են առաջանում, եթե ենթադրենք քաղաքացին հնչեցրել է հայհոյանք, ապա արդյոք այդ հեռավորության վրա դա այդքա պարզ եւ տեսանելի է եղել, հատկապես այն պայմաններում, երբ կարծես կողմերից որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ տարբեր մեքենաներ ազդանշաններ են միացնում, այս հանգամանքը օրինակ լուրջ քննության առարկա պետք է դառնա։ Արդյոք պարեկային ծառայությունը նախքան քաղաքացուն վարչական ձերբակալման կամ բերման ենթարկելուն ուղղված գործողություններ կատարելը վերջինս հնչեցրել է օրինական պահանջ մեքենայից դուրս գալու, թե ոչ։ Երևանցիները կորցրել են վստահությունը ոստիկանների հանդեպ։ Ոչ միայն ոստիկանական համակարգի, այլ ընդհանուր առմամբ մարդիկ կորցրել են վստահությունը, մարդիկ կորցրել են հավատը։ Հարցախույզը քաղաքի փողոցներում ցույց է տալիս, որ մարդիկ շատ լավ են հասկանում այն վարորդներին, որոնք ազդանշանել են, երբ կառավարական ավտոշարասյան անցումն ապահովելու համար փակվել է ճանապարհը։ Շատերը կարծում են, ոստիկանությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի թիկնապահը։ Կառաջարկեմ իրանց գլխարկները հանեն, որ փոլիսա գրած վրան եւ դնեն դուխով գլխարկները։ Իրանք օրենքի պաշտպան չեն, իրանք թուրք Նիկոլի պաշտպաններն են։ Նիկոլի բոլոր զառանցանքները իրանք կատարում են։ Ասֆալտին են փռում, պատերին են տալի, եսի միջեր են անում։ Ձերբակալել ստե ադրբեջանցիներին, ովքեր լիքն են։ Ես այսօրվա ոստիկանության վրա չեմ հենվում։ Ընդհանրապես նորից եմ կրկնում, որովհետև դրանց այդպես սովորացրել են։ Դա այն ոստիկանությունը չի, որ մարդասիրական, հայրենասիրական բան կա մեջ, չկա։ Այդ մարդկանց մեջ չկա։ Նրանք իրանց փողը կարող է դրանք անգամ ինչ-որ բաների տազդեցության տակ են, իրանք այդպես են աշխատում, նախ անգրագետ են, մեր պարեկները սաղ անգրագետ են, կարվանած մեջ կա կարդալել չգիտի, վերեց պարեք սարքել, ոստիկանը պետք է կիրթ լինի, պետք է հասկանա, վերաբերմունք ունենա, ինչպես վերաբերվի, ոստիկանին բերում են ազգային ժողովում կանգնացնում են, որ ոստիկանը քաշքշի, պատգամավորներին, այդ ոստիկանը ինչի պետք է դրսում այդ բանը չանի։ Պատգամավոր Էլինար Վարդանյանը ուղիղ կապ է տեսնում Հայաստանում ոստիկանական համակարգի ամենաթողության ու հանցագործությունների թվի աճի մեջ։ Գլխավոր դատախազության հրապարակած թվերով մեր երկրում առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը միայն անցյալ տարի նախորդի համեմատ աճել են ավելի քան 25%-ով։ Այստեղ անմիջական կապ կա, երբ որ հասարակությունը չի վստահում իրավապահ համակարգին, դրան զուգահեռ աճում է հանցավորությունը, դրան զուգահեռ աճում են ծանր հանցագործությունները, իսկ նախորդ տարի մենք ելի ունեցել ենք ծանր հանցագործությունների աճ։ Մենք տեսել ենք, թե ինչպես են ազգային ժողովի պատգամավորին բռնության ենթարկում կարմիր բերետավորները։ Կա ինչ-որ մեկը, որ պատասխանատվության է ենթարկվել։ Ոչ։ Մարդիկ չեն ցանկանում անգամ ենթարկվել իրավապահներին, որովհետև հիշում են անպատժելիության սարսափելի դեպքեր։ Ազդանշան են տալիս տեսնելով կառավարական շարասյուները, որովհետև չեն մոռացել, ինչպես էր Փաշինյանին ուղեկցող մեքենան վրա երթի ենթարկել հղի կնոջը 28-ամյա Սոնա Մնացականյանին։
հեռացել, նրան թողնելով անօգնական։ Մենք տեսանք այն աղջկան, այն հղի կնոջը ինքը ինչ էր։ Ես իրան բազմիցս ասել եմ, դու չգա Սայատնովա, որտեվ այնտեղ մենք տեսնում ենք, ինքը գալիս է, բոլոր դիպուկահարները կանգնում են այդ տանիքների վրա, անտառից իրան հսկում են դիպուկահարները, իրան բարուրած ստանում են, բարուրած բերում են։ Մնացականյանների ընտանիքի փաստաբանը վերջերս հայտարարել է, տուժող կողմը ոչ թե կասկած ունի, այլ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի ուղղակի կամ անուղղակի միջամտության հետևանքով է, որ 3 տարի է որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, նույնիսկ պաշտոնից չի ազատվել։ Մի սկանդալ էլ այսօր է պայթել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է Երևանում կառավարական համարանիշներով Toyota-ն երթևեկել հանդիպակաց, անցել կարմիր լույսի տակով։ Հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվել հետիոտները, որոնցից մեկը մանկասայլակով կին է եղել։ Ներքին գործերի նախարարության խոսնակը մեր թղթակցին ասել է, որ մեքենայի վարորդը տուգանվել է կարմիր լույսի տակով անցնելու եւ հանդիպակաց երթևեկելու համար։ Զարուհի Սահակյան, Հերիկ Համազասպյան, Նորայր Շարբաթյան, Առաքել Օհանյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։